FM 107-ի եթերում Արմ ռադիոյի լրատվական հիմնական թողարկումն է, ստուդիայում է Ժիրայր Ոսկանյանը։ Այսօր ծրագրում փակ է Բերդ ճամբարակ ճանապարհահատվածը, Հայաստանի ու Վրաստանի նախագահները բացել են հայ-վրացական գործարար ֆորումը, 100 համերգ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին։ Այժմ այս եւ այլ թեմաների մասին առավել մանրամասն։ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով փակ է Բերդ ճամբարակ ճանապարհահատվածը։ Սելիմի, Լեռնանցքի, Նոյեմբերյանի, Ապարանի, Մեղրիի, Գորիսի, Աբովյանի եւ Գավառի որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Իրականացվում են մաքրման աշխատանքներ, վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։ News Georgia-ի փոխանցմամբ Հայաստանի ու Վրաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Միխայիլ Սաակաշվիլին բացել են հայ-վրացական գործարար ֆորումը։ Այդ ֆորումին մասնակցում են մինչև 100 վրացական ընկերություն եւ ավելի քան 40 հայ գործարար։ Իր ելույթում Սարգսյանը նշել է. «Մենք ցանկանում ենք, որ վրացական կապիտալն առկա լինի Հայաստանում, իսկ հայկական կապիտալն առկա լինի Վրաստանում։ Դա մեր հարաբերությունները դարձնում է հավերժ։ Եթե Հայաստանում գործունեություն ծավալած վրացի ներդրողները որևէ խնդիր ունենան, ապա կարող են դիմել նախագահական վարչակազմ եւ դրա լուծումը կվերցվի անձնական վերահսկողության ներքո», ասել է Սերժ Սարգսյանը։ 100 համերգ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին այսօր երեկոյան Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կմեկնարկի լայնածավալ մի ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է մինչև 2015 թվականը Հայաստանում եւ արտերկրում կազմակերպել 100 համերգ, որոնց կմասնակցեն ինչպես հայ, այնպես էլ միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ։ Կազմակերպիչները վստահ են, առանց աշխարհագրական սահմանների համերգաշարը մեզ համար ցավալի իրողությունը եւս մեկ անգամ բարձրաձայնելու հիանալի առիթ կլինի։ Այսօր հայ ունկնդիրները հնարավորություն կունենան ունկնդրելու հայդասականների ստեղծագործությունները Հայաստանի երիտասարդական նվագախմբի եւ ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախմբի կատարմամբ։ Հաջորդ համերգը նախատեսվում է անցկացնել Գերմանիայում։ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգներ կանցկացվեն նաեւ Հայաստանի մարզերում եւ Արցախում։ Հայաստանի գրողների միությունը նոյեմբերի 30-ին դեմ արտահայտությամբ հանդես եկավ հայդատի պաշտպան թուրք անվանի հրատարակիչ Ռագըբ Զարաքոլուի հերթական բանտարկությանը։ Մենք չպետք է հանգիստ վերաբերվենք հայդատի պաշտպան Զարաքոլուի բանտարկությանը, մենք պետք է մեր զայրույթը արտահայտենք եւ անհապաղ միանանք մտավորականին ազատ արձակելու միջազգային հանրության պահանջին։ Այս մասին հայտարարել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։ 8 տարվա ընթացքում Զարաքոլուն միայն Հայաստանի ասորիների հույների ցեղասպանության մասին հրատարակել է 45-ից ավելի գիրք։ Ոչ ձիահին այս կոչով Հյուսիսային պողոտայում մի խումբ հայ երիտասարդներ անցկացրել են ֆլեշմոբ նվիրված միավ ձիայի դեմ պայքարի համաշխարհային օրվան։ Այն կազմակերպվել էր հայկական ֆլեշմոբ դիվիզիայի եւ World Vision միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ։ Ֆլեշմոբը եւս մեկ անգամ կհրավիրի հասարակության ուշադրությունը միավ ձիայի խնդրին։ Դեկտեմբերի 1-ը միավ ձիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խումբը նոյեմբերի 29-ին մեկնել է Թուրքիա Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում հայտարարված վայրի տեսչություն անցկացնելու նպատակով։ Տեսչական խումբը Հայաստան կվերադառնա դեկտեմբերի 2-ին։ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկ Ռուբինը Վաշինգտոնում կայացած Հարավային Կովկասն անկախություն ձեռք բերելուց 20 տարի անց խորագրով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, թե ԱՄՆ-ն հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կլուծվի ամենամոտ ժամանակահատվածում։ Մենք մեր հնարավորությունների սահմանում աջակցում ենք Միսկի խմբին եւ հույս ունենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթաց կարձանագրվի, ասել է Ռուբինը։ Հավելեմ, որ այսօր ԱՄՆ դոլարը միջինը գնվում է 379 դրամով, եվրոն 503-ով, օդի ջերմաստիճանն այժմ +2 է։ Իսկ այժմ խոսքը փոխանցում եմ իմ գործընկեր Արտակ Մուրադյանին, ով կներկայացնի օրվա տեղեկատվական վերլուծական պատկերը։ Շնորհակալություն Ժիրայր։ FM 107-ի եթերում Արմ ռադիոյի տեղեկատվական վերլուծական ծրագիրն է։ Ձեզ հետ է Արտակ Մուրադյանը։ Բարև ձեզ։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու։ Ընտրություններ Հարավային Օսիայում դիտորդների թվում էին նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։ Դատական գործ ընդդեմ Եհովայի վկայի։ Նոյեմբերի 30-ը տեղեկատվության պաշտպանության միջազգային օրն է։ Այժմ այս մասին առավել մանրամասն։
Եվ այսպես, Թբիլիսիում ավարտվեց նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Միխայել Սաակաշվիլիի հանդիպումը, որից հետո նրանք հանդես եկան հայտարարություններով։ Դիմելով Սերժ Սարգսյանին, նրա վրացի պաշտոնակիցը մասնավորապես նշել է, որ չի մոռացել 2 տարի առաջ Հայաստան կատարած իր այցելությունը ու հիշեցրել, որ դա հենց 2008-ի պատերազմից հետո էր, երբ Հայաստանը մեզ բարոյական օգնության ձեռք մեկնեց։ Խոսքը Հարավային Օսիայի եւ Աբխազիայի մասին է, որոնք հենց այդ տարին հռչակեցին իրենց անկախությունը։ Այդ ժամանակներից ի վեր բազմաթիվ փորձագետներ սկսեցին զուգահեռներ անցկացնել հետսովետական տարածքում գոյություն ունեցող նման այլ կոնֆլիկտների հետ եւ տարածաշրջանային հանդիպումներում Լեռնային Ղարաբաղը, Օսեժն ու աբխազները եւ Մերձդնեստրը թվում էր, թե միասնական ճակատով են ներկայանում։ Բոլոր նշված երկրներում էլ հայտարարվել էր մղում դեպի միջազգային ճանաչում ժողովրդավարության կայացման, միջազգային նորմերին համապատասխան ընտրությունների անցկացման միջոցով։ Սակայն, կարծես Հարավային Օսիային դա արդեն իսկ չհաջողվեց։ Թեժ առճակատման մեջ մտած կրթության նախկին նախարար, ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոևան եւ Ռուսաստանի իշխանությունների աջակցությունը վայելող ԱԻՆ ղեկավար Բիբիլովը արդեն իսկ ստվեր գցեցին ընտրությունների թափանցիկության վրա։ Ընտրությունները չեն կազմակերպվում այլ երկրներին որևէ բան ապացուցելու կամ էլ այդ պետությունների կողմից ճանաչել չճանաչվելու համար։ Ընտրությունները տվյալ տարածքում ապրող ժողովրդի քաղաքական կամքի դրսևորումն է, եւ այս ենթատեքստում վերջերս Հարավային Օսիայում տեղի ունեցած ընտրությունները օրինական են, համոզված է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Այլ հարց է այդ ընտրությունների անցկացման մակարդակն ու ձևը, ասում է քաղաքական գործիչը։ Բացարձակ նշանակություն չունի պետությունը ճանաչված է որևէ մեկի կողմից, թե ճանաչված չէ։ Կատարածք, որ ունի հստակ ուրվագծված սահմաններ, որոնք որ պաշտպանվում են տվյալ երկրի զինված ուժերի կողմից, կա ժողովուրդ, որը ձևավորում է իր իշխանությունը, եւ կա կառավարման այն ձևը, որին հետևում է այդ ժողովուրդը։ Սրանով ամեն ինչ ասված է։ Խնդիրը վերաբերում է բացառապես մի բանի, որքան որ այդ ընտրությունները անցկացվում ժողովրդավարության չափանիշներին համաձայն, այսինքն որքանով է ժողովրդի ազատ կամքը հաշվի առնված ընտրությունների արդյունքները։ Պետությունը մեծ համար ենք կառուցում, ոչ թե ցուցադրական։ Նույնը ի դեպ տեղի էր ունեցել Խորհրդային միության ժամանակ, որին եւս չեն ճանաչել ի սկզբանե։ Այնպես որ Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը եւս կարելի է ժամանակի հարց համարել, կարծում է Արման Մելիքյանը։ Իսկ դեռ չճանաչված երկրների համար ընդունված է ընտրությունների ժամանակ փոխադարձ դիտորդական առաքելություն իրականացնելը։ Սա մի ձև է, որով կիսաճանաչված կամ չճանաչված պետությունները ընտրություններն ավելի ծանրակշիռ են դարձնում։ Բնականաբար, եթե կան պաշտոնական ներկայացուցիչներ, թեկուզ չճանաչված պետություններից, վերջնական արձանագրությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի, որին համաձայնություն է տալիս նաև դիտորդները, բոլորին այլ տեսք է ստանում, այսինքն բոլորին այլ կշիռ է ձեռք բերում։ Եթե նախկինում Հարավային Օսիան Ռուսաստանի համար Վրաստանի վրա ճնշում գործադրելու գործիք էր, ապա օգոստոսյան պատերազմից հետո այդ գործոնը վերացել է։ Ավելին, Հարավային Օսիան Ռուսաստանի կողմից ճանաչվելուց հետո դարձել է գլխացավանք, համոզված է քաղաքագետը։ Նա չի բացառում նաև այն, որ վաղ թե ուշ այդ երկիրը կարող է վերածվել առևտրի միջոցի։ Այս տեսանկյունից բնականաբար գուցե Ռուսաստանի համար հաշվի առնելով հետագա առևտուր անելու անհրաժեշտությունը շատ հարմար կլինի, որ Օսիայում նախագահ ընտրվի մեկը, որը չհամարվի Կրեմլի Այսինքն մեկը, որին հանձնելը Մոսկվայի համար դժվար չլինի։ Այդուհանդերձ զարգացող գործողությունները տանում են հակառակ ուղղությամբ։ Հարավային Օսիայի Հանրապետության բարձրագույն դատարանը չեղյալ էր հայտարարել նախագահական ընտրությունները։ Դատարանը նման որոշում կայացրել էր քննարկելով Միասնություն կուսակցության հայցն ընդդեմ նախագահի թեկնածու Ալլա Ջիոևայի կողմնակիցների գործողությունների եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, որը չի կանխել դրանք։ Իսկ մի քանի ժամ առաջ էլ Ջիոևայի կողմնակիցները կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք են ներխուժել։ Ներխուժմանն ի պատասխան անվտանգության աշխատակիցներն ու օմանականները սկսել են օդ կրակել։ Ռուսական գազետառուն հաղորդում է, որ Ցխինվալի հրապարակում մոտ 3000 մարդ է հավաքվել, որոնք Ալլային վանկարկում։ Ալլա Ջիոևան չնայած Գերագույն դատարանի որոշմանը իրեն այսօր առավոտյան Հարավային Օսիայի նախագահ էր հռչակել։ Հավելենք, որ Գերագույն դատարանի ներկայացուցիչը հայտարարել էր, թե Ալլա Ջիոևան չի կարող մասնակցել նախագահական նոր ընտրություններում, որն անց է կացվելու 2012 թվականի մարտի 25-ին։ Սոնա Կարապետյան, Արմ ռադիո։ Թեմայի շուրջ մեկնաբանություններ է ներկայացրել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։ Պարոն Մինասյան, փաստորեն Հարավային Օսիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները իրենց իսկ երկրի բարձրագույն դատարանը չեղյալ հայտարարեց։ Սպասվում էր արդյոք ձեր կարծիքով սա։
Ես կարծում եմ, որ դա անսպասել է առաջին իշխանությունների համար, հակառակ դեպքում այս ընթացքի չէին ստանալ ընտրությունները եւ մյուս կողմից ակնհայտ է, որ այն, որ Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց այս ընթացքը, այս ընտրությունները ցույց է տալիս, որ իսկապես ընդդիմադիր քաղաքական գործիչը իսկապես երևի թե հաղթել էր այդ ընտրությունները եւ իշխանությունները փոքրապահ գնացին այս քայլերի։ Իսկ ձեր կարծիքով առհասարակ որքանով է կարևորվում արդյոք անցել են խախտումներով ընտրությունները թե ոչ, եթե միևնույն է հանրապետությունը չի ճանաչվել միջազգային հանրության կողմից։ Գիտեք, առաջինս միջազգային հանրության մի ոչ այդքան մեծ, բայց շատ զգալի հատված ճանաչել է Ռուսաստանը եւ եւս 3-4 երկիր, այդպես որ Հարավային Ասիայի դեպքում խոսքի գնում է այդպես կոչված մասամբ ճանաչվածության կարգավիճակի մասին։ Եվ եթե զուգահեռ անցկացնենք Լեռնային Ղարաբաղի հետ, օրինակ մեր դեպքում նման արձագանք չունեցավ, փաստորեն ընտրություններն անցան նորմալ, բոլոր չափորոշիչներին համապատասխան։ Արդյունքը միևնույն է, ճանաչման առումով նույնը չէ։ Գիտեք, ես կարծում եմ այն, որ ինչ որ տեղի ունեցավ Հարավային Օսետիայում, դա ժողովրդավարության ավելի ոչ պակաս լավ օրինակ։ Իհարկե Հայաստանում ընտրությունները, Լեռնային Ղարաբաղում ընտրությունները ավելի լավ անցկացրեցին եւ սպասվում է, որ սպասող ընտրություններն էլ ավելի, ասենք, սահուն ընթացք ունենան, բայց մյուս կողմից նաեւ այն ինչ որ տեղի ունեցավ Հարավային Օսետիայում, դա նաեւ այդ չճանաչված հանրապետության ժողովրդավարական գործընթացների շատ վառ օրինակն է։ Եվ չմոռանանք ամենակարևոր առանձնահատկությունը Հարավային Օսետիայի եւ Լեռնային Ղարաբաղի դեպքում, քանի որ Լեռնային Ղարաբաղը ներկայումս ավելի լուրջ անվտանգության սպառնալիքներ ունի, քան Հարավային Օսետիան 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո, ապա քաղաքական հասարակությունը իրեն թույլ կարա տա այդպես շատ կտրուկ բաժանում իր ներսում, որը որ ներկայումս ես կարծում եմ անհետացականը ինչ որ մի ձևով պատկերացնել Լեռնային Ղարաբաղում, ասենք ընդդիմադիր ուժերը երբեք այս պայմաններում չէին գնա այն ձևի արժեքատման, ինչ որ մենք դա տեսանք Հարավային Օսետիայում եւ ժամանակին տեսանք Աբխազիայում։ Պարոն Մինասյան, չեն գալիս եւս մի անգամ ապացուցելու այ վերջին իրադարձությունները, որ ի վերջո գերտերությունների շահերից է բխում կամ նրանց ցանկությունից է կախված տվյալ դեպքում երկրում անցկացվող ընտրությունների եւ օբյեկտիվությունը եւ միջազգային ստանդարտներին համապատասխանելը կամ ճանաչումը։ Ի վերջո եթե գերտերությունը ուզեցավ կճանաչի եւ դա կդառնա միջազգային իրավունքի սուբյեկտ։ Նույն չճանաչված երկրներից մեկում Աբխազիայում ժամանակին տեղի եղան համարյա նույն գործընթացներ եւ գերտերությունը Ռուսաստանը ստիպված էր այդ ընտրությունները ճանաչել եւ վերաբերել իրականության հետ։ Նույնը հնարավոր որ դեռ էլի կարող տեղի ունենա Հարավային Օսետիայում, եթե այդ չճանաչված, ասենք, միավորումը այդքան կամք եւ հանրության կողմից աջակցություն ստանա, ինչի՞ չէ, ամեն ինչ հնարավոր է, եթե բնակչությունը հնարավորություն ունենա եւ պատրաստ լինի գնալ բոլոր քայլերի իր շահերը պաշտպանելու, ապա շատ հաճախ գերտերությունները ստիպված են ներելու այդ իրականության հետ։ Վերջիվերջո նույն Լեռնային Ղարաբաղն էլ պատերազմի արդյունքով ստիպեց, որ մեծ տերությունները հաշվի առնեն Լեռնային Ղարաբաղը գոնե որպես ռազմաքաղաքական կարևոր դերակատար մեր տարածաշրջանում։ Այսինքն ձեր կարծիքով միջազգային արենայում կարևորվում է տվյալ երկրի ժողովրդի ինքնորոշումը եւ եթե ժողովուրդը եղած չտարածված կամ մասամբ ճանաչված պետական միավորումը պատրաստ է միջև վերջ կանգնելու, ապա իհարկե նույն Կոսովոն դրա շատ լավ օրինակն է ժամանակին։ Այլ թեմաներ։ Օրեր առաջ Մալեցիա Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 6 ամսյա պատժաչափ սահմանեց Եհովայի վկաներ աղանդավորական կազմակերպության անդամ Անդրանիկ Մակվեցյանին Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն կատարելու համար։ Դատավճիռը մեկնաբանել են փաստաբան Վարդուհի Էլբակյանն ու Տեր Եսայի քահանան։
Քրեական գործն ի սկզբանե հարուցվել էր քրեական օրենսգրքի 118-րդ, 137-րդ եւ 322-րդ հոդվածների առաջին մասերով, այսինքն ծեծ, բռնություն, կյանքի համար վտանգավորություն ներկայացնող արարք, սակայն դատավարության ընթացքում ավելացվեց եւս մեկ հոդված, այն է քաղաքացիական իրավահավասարության խախտում։ Հետևանքը եղավ այն, որ առաջին 3 հոդվածները չկիրառվեցին եւ դատավճիռը կայացվեց 4-րդ հոդվածի հիման վրա։ Այս մասին նշեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։ Նա գտնում է, որ դատավճիռը պետք է բողոքարկել։ Սկզբանե հենց առաջի օրը հայտարարեցի, որ ես ունեմ անհամաձայնություն դատարանի որոշման հետ։ Դատարանը պետք է ավելի խիստ որոշում ունենար եւ նրան դատապարտել ոչ թե 6 ամսվա, այսինքն նվազագույնի, այլ ավելի մի փոքր խիստ պատժաչափի, որտեղ դրանով միգուցե եւ դա լծակ կլիներ հետագայում Եհովայի վկաների համար կանխարգելիչ, որ գոնե տեր հոր վրա ձեռք չբարձրացնել։ Այստեղ ցավը հենց դրանումն է։ Ինձ ասում են, որ անարդար է 6 ամիս ազատազրկումը, այնինչ ինձ համար կարևորը ոչ թե ազատազրկման չափն է, այլ այն, որ վերականգնվեց արդարությունը, նշեց Տեր Եսահի Քահանա Արթենյանը։ Ես չեմ համարում սրանով պայքարը աղանդավորների դեմ պիտի ավարտված համարել, ընդհակառակը շարունակական է լինելու, փորձել ամեն կերպ ժողովրդին հեռու պահել հոգեվորսության ցանկացած դրսևորում, որը կարծում եմ այս լազգի դեմ, այս ժողովրդի դեմ ամենամեծ ոտնձգություններից մեկն է եւ չարիքներից մեկն է։ Դառնալով կրոնական կազմակերպությունների գործունեությանը եւ նրանց կողմից կատարվող ակտիվ քարոզներին, Վարդուհի Էլբակյանը նշեց, որ օրենքն այսօր թույլ է տալիս հիվանդանոցներում, ծերանոցներում եւ այլ խոցերի խմբերի շրջանակներում քարոզչություն կատարել։ Ավելին, տեսնելով դրսում քարոզչություն իրականացնող Եհովայի վկային, չես կարող կանգնել ու արգելել նրան, եթե դա եկեղեցու տարածքը չէ։ Ինչ վերաբերում է հոգեվորսությանը, դա ցավալ է, բայց մենք դեռևս չունենք։ Դրա հստակ սահմանում է իրավական սահմանի անգամ նախագիծը գնացել է Վենետիկի հանձնաժողով եւ վերադարձվել, քանի որ չի համապատասխանել։ Այդ առումով աշխատում են եւ մասնագետները եւ եկեղեցու ներկայացրելը, մենք վերջնական դեռևս չունենք։ Իսկ ինչ են մտածում քաղաքացիներն այս հարցի շուրջ։ Վերջին մի քանի տարիների ընթացքում չեմ հիշում դեպք, որ մեր դուրը թակ են եւ Փառք Աստծո, երևի մի քիչ ավելի շատացվի ռոպագանդումը հասարակության շրջաններում, նաեւ լայն հասանելի միջոցներով, թեկուզ հեռուստատեսությամբ, օրինակ ես շատ կողմ եմ շողակաթ հեռուստաալիքի գործունեությանը, ու երբ որ այդ հոգեվոր արժեքները մատուցվում են նաեւ մշակութային արժեքների հետ մեկտեղ, կարծում եմ, որ շատ ճիշտ ձև է ժողովրդի միախմբելու եկեղեցի շուրջ։ Դու ժողովուրդը փնտրում է հոգեվոր հագեցվածություն։ Ինքը որտեղ որ հոգեվոր առումով հագենում է, տեղ էլ ինքը հաճախում է։ Ամենաթողություն կա համ այդ աղանդավորության, համ չգիտեմ տարբեր փոքրամասնությունների, խնդիրը բոլորին է ինձ թվում, համ կառավարությանը, համ եկեղեցուն, համ հասարակությանը։ Այսինքն sense ճորոտ խառնաշփոթ ստեղծել, որ ոչ մի բանից չես հասկանում, թե որտեղից կարելի է սկսել։ Ավելի հաճելի կլիներ օրինակ որ եկեղեցու դերը մի քիչ ավելի լավ զգացվեր։ Ըստ Տեր Եսահի Քահանա Արթենյանի, մարդիկ աղանդավորների շարքերը համալրում են ելնելով սոցիալ-տնտեսական վատ վիճակից, կրթական եւ մտավոր զարգացման ցածր մակարդակից։ Զարուհի Մեջլումյան, Արմ ռադիո։ Նոյեմբերի 30-ը տեղեկատվության պաշտպանության միջազգային օրն է։ Առաջին անգամ այն նշվել է 1988 թվականին, երբ համակարգչային սարքավորումների ամերիկյան միությունն իր առջև նպատակ դրեց իր օգտատերերին հիշեցնել համակարգիչների եւ դրանցում պահպանվող պաշտպանության անհրաժեշտության մասին։ Այդ նույն թվականին գրանցվեց համակարգչային առաջին զանգվածային համաճարակը, եւ մասնագետները սկսեցին մտածել տեղեկատվության պաշտպանության ապահովման համալիր մոտեցումներ ստեղծելու անհրաժեշտության մասին։ Պաշտպանված է արդյոք Հայաստանում տեղեկատվական դաշտը, ինչ խնդիրներ ու ռիսկեր կան։ Ոլորտին առնչվող հարցերին են անդրադարձել տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետներ Սամվել Մարտիրոսյանը եւ Ռուբեն Մուրադյանը։ Ներկայացնում է Աննա Գզիրյանը։ Այսօր համակարգիչը եւ ինտերնետը դարձել են շատերի կյանքի անբաժանելի մասը։ Այն այնքան է մտել մեր կենցաղ աշխատավայր, որ կարծես թե անհնար է պատկերացնել կյանքն առանց համակարգչի։ Գաղտնիք չէ, որ համակարգիչը, ինտերնետը բավականին հեշտացնում են մեր գործը, ստեղծելով լայն հնարավորություններ շատ արագ եւ արդյունավետ աշխատելու համար։ Վերջին տարիներին Հայաստանում զգալիորեն ավելացել է ինտերնետից օգտվողների թիվը։ Տարբեր տվյալներով մեր երկրում ինտերնետից օգտվում է բնակչության 1/3-ը։ Համակարգչից ինչպես նաև ինտերնետից օգտվել իմանալը հարցի մի կողմն է։ Շատ կարևորվում է ունեցած տեղեկատվության անվտանգության ապահովումը, հատկապես եթե դա ռազմավարական նշանակություն ունի։ Իսկ որքանով է Հայաստանում պաշտպանված տեղեկատվության անվտանգությունը։ Փորձագետ Ռուբեն Մուրադյանի խոսքով դժվար է ասել, որ մեր երկրում անվտանգությունը միանշանակ պաշտպանված է, քանի որ այն դինամիկ եւ անընդհատ աշխատանք պահանջող գործընթաց է։ Մենք ունենք այն ինչ ունենք։
օրինակի համար 2008 թվականի օգոստոսից ոչ մի հայկական պետական վեբկայք չեն կոտրել։ Դա օրինակներից մեկն է, որովհետև այդ ժամանակահատվածում 2008 թվականի ամռանը տեղի էր ունեցել մի քանի պետական վեբկայքերի անվտանգության խախտում ու դրանից հետո այդ գործընթացով սկսեց զբաղվել ազգային անվտանգության նախարարությունը, հա։ Իրանք լավ են այդ գործընթացով զբաղվում, այդ վեբկայքերը չեն կոտրում։ Եթե դուք ձեզ պաշտպանված եք զգում այսօր, դա դեռ չի նշանակում, որ դուք ձեզ պաշտպանված եք զգալու վաղը, ասաց Ռուբեն Մուրադյանը, ավելացնելով, որ տարբեր նոր ռիսկեր են առաջ գալիս եւ պետք է դրանց զուգահեռ բարձրացնել տեղեկատվության անվտանգության մակարդակը։ Այս խորհրդին չհետևելու պարագայում հնարավոր է առաջանա ինֆորմացիայի կորուստ, կոտրվեն կայքեր եւ դրանք օգտագործվեն այլ նպատակներով։ Ինչպես եղավ օրերս, երբ ադրբեջանական հակերների կողմից կոտրվեցին 100 հայկական կայքեր։ Իհարկե, փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ դրանք այս անգամ չեն օգտագործվել այլ նպատակներով։ Հնարավոր է այնպիսի ներխուժում կայքերի մեջ, որը կարող է օրինակ խուճապ առաջացնել։ Տեսականորեն, եթե ասենք ասեն թշնամին ստացել է հնարավորություն փոխել տեղեկատվությունը քո լրատվական կայքում, ինքը նաև հնարավորություն ունի ազդեցություն ունենալ տեղեկատվական դաշտի վրա, բնականաբար նաև հասարակության վրա։ Աշխարհի շատ երկրներում կան տեղեկատվական անվտանգությանը վերաբերող խնդիրներ, որոնց դեռ Հայաստանը չի առնչվել։ Ռուբեն Մուրադյանի խոսքով առայժմ գոյություն չունեն հատուկ Հայաստանի համար գրված վիրուսներ, որոնք հնարավորություն են տալիս զեղծարարներին աշխատել մարդկանց բանկային հաշիվների հետ։ Ըստ նրա, դա կապված է այն հանգամանքի հետ, որ լայն տարածում չունեն էլեկտրոնային բանկինգի համակարգերը։ Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա ռիսկերի, հնարավոր կորուստների մասին եւ անպայման կոնկրետ գործողություններ իրականացնի տեղեկատվության անվտանգության ապահովման ուղղությամբ, կարծում է Սամվել Մարտիրոսյանը։ Վերցրեք բոլոր ձեր ծանոթներից ֆլեշկաները, դրեք ձեր կոմպի մեջ եւ անտիվիրուսով ստուգեք, հա, 90%-ի մեջ վիրուսներ են նստած։ Եվ ամենահետաքրքիրն է, որ մարդկանց դա առանձնապես չել բանանում, մտահոգ։ Եվ երկրորդը այն է, որ կրթության խնդիր կա, մարդկանց մոտ կյանքում շատ դեպքերում մտքով չի անցնում, որ իր մոտ վիրուսը համակարգչի մեջ, դա կապ ունի այն բանի հետ, որ իր одноклассники պրոֆիլը 3 օրը մեկ կոտրում են եւ իր անունից գովազդ են տարածում։ Հաշվի առնելով այն, որ տարեստարի ավելանում է ինտերնետից, մասնավորապես սոցիալական ցանցերից օգտվողների թիվը, ապա դրան զուգահեռ պետք է կրթական ծրագրեր իրականացվեն, քանի որ շատ հաճախ մարդիկ խաբվում են հենց քիչ տեղեկացված լինելու պատճառով։ Աննա Գզիրյան, Արմրադիո։ FM 107-ի եթերում Արմրադիոյի տեղեկատվական վերլուծական ծրագիրն է։ Լսեք հաջորդիվ։ Որ կառույցն է կատարում հաշտարարի ֆունկցիա լրատվամիջոցների եւ քաղաքացիների միջև։ Հունաստանում զանգվածային լրատվամիջոցները գործադուլ են հայտարարել։ Հույն լրագրողների հետ զրուցել է Արմրադիոյի թղթակիցը։ Սննդի անվտանգության պետական ծառայությանը մեղադրում են վարկաբեկման համար։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Մի շարք հայաստանյան թերթերի խմբագիրներ ու լրագրողական կազմակերպության ներկայացուցիչներ դեռևս տարիներ առաջ միավորվել ու ստեղծել էին ինքնակարգավորող մարմին, որը յուրօրինակ հաշտարարի դեր է կատարում լրատվամիջոցների եւ այն մարդկանց միջև, ովքեր վեճ ունեն միմյանց հետ։ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այդ մարդկանց խորհուրդ է տալիս դատարան մտնելու փոխարեն դիմել հենց ինքնակարգավորող մարմնին։ Օգտվելով առիթից թույլ տվեք գովազդել ինքնակարգավորող մարմնի աշխատանքը, լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, նույն խորհուրդն էլ տալով հավաքված լրագրողներին։ Նա գտնում է, որ ԶԼՄ-ների դեմ վերջին շրջանում հաճախակի դարձած վեճերի քաղաքակիրթ լուծման ձևը հենց այդ ինքնակարգավորող մարմնի գոյությունն է։ Իդեպ դրան դիմելն անվճար է։ Մարդը, ով գտնում է, որ այս կամ այն լրատվամիջոցը վիրավորել է իր արժանապատվությունը, կարող է դիմել այս մարմնին եւ բավարարված չլինելու դեպքում նոր միայն դիմել դատարան։ Կարեն Անդրեասյանը վկայակոչեց միջազգային փորձն այս առումով եւ մեկ պատմություն հիշեց։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից մի փորձագետ, երբ եկել էր Հայաստան, ասաց, որ ինձ ձեր լրագրողական դաշտը եւ այս ոլորտում եղած խնդիրները հիշեցնում են 200 տարի առաջվա Ամերիկան, որը նման էր ջունգլի։ Սա պրոֆեսոր Ջորջ Ֆրիդմանի խոսքերն է, որը Պուլիցերյան մրցանակի դափնեկիր է։ Ես չեմ ուզենա այսպիսի կտրուկ գնահատականի հետ համաձայնվել, բայց ուզում եմ ասել, որ մարդկանց մոտ տարիներ, տասնամյակներ, դարեր են նույնիսկ տևել այս խնդիրները քաղաքակիրթ կարգավորելու բոլոր փորձերը։ Հնարավոր համարում եք, որ ասենք օլիգարխը դիմի ինքնակարգավորող մարմնին հարցին, մարդու իրավունքների պաշտպանը պատասխանեց այսպես. Ամոթից, որովհետև ցանկացած մարդ, եթե հասկանա, որ ամոթ է լրատվամիջոցին սնանկացնելը,
այդ դեպքում կհասկանա, որ պետք է դիմել։ Միևնույն ժամանակ լրատվամիջոցն էլ պետք է հասկանան, որ ամոթ է պատվիրով փող վերցնել մի օլիգարխից եւ գրել մյուս օլիգարխի դեմ։ Ինչ վերաբերում է սահմանադրական դատարանի զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ հոդվածի շուրջ կայացած որոշմանը, ապա մարդու իրավունքների պաշտպանը չի գտնում, թե մերժում է ստացել։ Օմբուդսմենը նշում է, որ սահմանադրական դատարանի որոշումը նաեւ դրական կողմեր ունի, պարզաբանելով. դատարանը տվել է իրավական համակարգի համար չափազանց կարևոր դիրքորոշումներ ու գնահատականներ։ Հիշեցնենք, մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր սահմանադրական դատարան քաղաքացիական օրենսգրքում զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու համար։ Դատարանի որոշմամբ հոդվածը համապատասխանում է Հայաստանի սահմանադրությանը, միևնույն ժամանակ հրապարակվել է հոդվածի կիրառման 37 էջից կազմված մեկնաբանություն, իդեպ դրանք կոչված են երաշխավորելու հոդվածի կիրառումը։ Զարուհի Մեջլումյան, Արմրադիո։ Եվրախումբը հավանություն է տվել Հունաստանին օգնության 6-րդ տրանշի հատկացումը 8 միլիարդ եվրոյի չափով։ Այս մասին հանդիպման ավարտին հայտնել է Եվրախմբի նախագահ Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը։ Այս որոշումը սպասվում էր նրանից հետո, երբ Հունաստանում կառավարություն փոխվեց, եւ նոր վարչապետ Լուկաս Պապադիմոսը խոստացավ կատարել Եվրագոտու եւ ԱՄՀ-ի բոլոր պայմանները պետծախսերի կրճատման վերաբերյալ։ Հունական իշխանությունները այդ միջոցները պետք է ստանան մինչև դեկտեմբերի կեսը դեֆոլտից խուսափելու համար։ Միաժամանակ Եվրախումբը հաստատել է Իռլանդիային եվրոպական հակաճգնաժամային ծրագիրը։ Իսկ այդ ընթացքում հունական ԶԼՄ-ները 24-ժամյա գործադուլ են անցկացնում, հաղորդել է Լրագրողների արհմիությունը։ Չեն աշխատում ռադիոն ու հեռուստատեսությունը, լրատվական գործակալությունները, թերթերի ու էլեկտրոնային ԶԼՄ-ների մեծամասնությունը։ Գործադուլն անցկացվում է պետական ու մասնավոր սեկտորի համընդհանուր մեկօրյա գործադուլի ֆոնին, որը նախատեսված է դեկտեմբերի 1-ին։ Բողոքավորները պահանջում են ետ կանչել պետհատվածում աշխատանքի վարձատրման միասնական ցանցի ու տասնյակ հազարավոր մարդկանց կրճատման մասին օրենքը։ Բեռլինում գտնվող Արմրադիոյի թղթակից Տիգրան Պետրոսյանը զրուցել է հույն լրագրողների հետ եւ պարզաբանել նրանց դիրքորոշումը։ Եվրոպայում շարունակում են ակտուալ մնալ եվրոյի ճգնաժամի վերաբերյալ քննարկումները, որտեղ ամենամտահոգիչը Հունաստանն է։ Գերմանիան իդեմս կանցլեր Անգելա Մերկելի խիստ է իր գնահատականներում եւ մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Եվրոգոտու հետ կապված ամեն մի մանրուք։ Միջազգային լրահոսը հաղորդում է Հունաստանում տեղի ունեցած վարչական փոփոխությունների Եվրագոտու երկրների ղեկավարների հետ Հունաստանի նախկին եւ ներկա իշխանությունների հանդիպումների մասին։ Իսկ ինչ է կատարվում իրականում Հունաստանում։ Արդյոք երկիրը կանգնած է լուրջ խոչընդոտների առաջ եւ ինչ կորուստներ կարող է կրել Հունաստանի հասարակությունը։ Բեռլինում այս թեմայի շուրջ Արմրադիոյին բացառիկ հարցազրույցներ են տվել Հունաստանի լրագրողները, ովքեր միակարծիքի են, որ Հունաստանում այսօր ստեղծվել է ողբերգական իրավիճակ։ Հունաստանի հանրային հելենիկ ռադիոհեռուստատեսության հատուկ թղթակից Թանյա օրաթերթի վերլուծաբան Գյորգոս Պապասը նշում է, որ Հունաստանում հասարակությունը հայտնվել է անորոշության եւ խորը հիասթափության մեջ։ Մենք այսօր հասել ենք ճգնաժամի գագաթնակետին, որը սկսվել էր դեռ 2 տարի առաջ։ Այդ ժամանակ մարդիկ կարծում էին, որ մի փոքր բարդ ժամանակաշրջան է եկել, որը կանցնի կգնա, սակայն դա այդպես չեղավ։ Հարկ է նշել, որ այդ տարիների ընթացքում Հունաստանը շատ փոփոխություններ կրեց։ Աշխատավարձը կրճատվեց 20-ից 30%-ով։ Այժմ մարդիկ իրականում խորը դեպրեսիա են ապրում, նրանք թունելի վերջում լույս չեն տեսնում, մարդիկ չեն տեսնում ճգնաժամի հաղթահարման հեռանկարը։ Պապասը նշում է, որ Հունաստանում գործազրկությունը գնալով աճում է։ Կան ընտանիքներ, որոնց անդամներից եւ ոչ մեկը աշխատանք չունի, իսկ աշխատանք կորցրածն արդեն նոր աշխատանք գտնելու հնարավորություն չունի։ Լրագրող Կատերինա Իկոնոմակաուի տեսանկյունից Հունաստանի դրամատիկ իրավիճակն ուղղակի աննկարագրելի է։ Վերջին ամիսների ընթացքում Գյորգոս Պապանդրեոն փորձում էր իր կողմից թույլ տված ամենամեծ սխալը շտկել, ասելով ֆինանսներ կան պարտքերը վճարելու համար, սակայն այսօր առհասարակ գումար չկա։ Պապանդրեոն 2 տարի առաջ էլ ֆինանսական միջոցներ չհատկացրեց, որպեսզի այդ հսկայական պարտքերը մարվեն։ Պետք է նշել, որ Հունաստանի արտաքին պարտքը հունական խնդրի միայն մի կողմն է, մյուսը պետֆինանսների կոնսոլիդացիան է, որը պետք է արդեն իրականացված լիներ։ Դրան էին ուղղված ֆինանսական ահռելի խնայողությունները, սակայն այդ միջոցառումներն իրականացվում էին հաճախ
հաճախ ոչ արդարացի կամ էլ շատ մակերեսորեն։ Հունաստանի հասարակության մեծ մասը դեռևս չի գիտակցում, թե որքան վտանգավոր է երկրի ֆինանսական դրությունը, որը կարող է սննկացնել յուրաքանչյուր քաղաքացուն։ Մարդիկ բարկացած են եւ ցանկանում են հնարավորինս արագ տեմպերով ընտրություններ անցկացնել։ Հասարակության մի մասն էլ հուսով է, որ ամեն ինչ դեռ այդքան էլ ուշացած չէ եւ ազդեցիկ երկու կուսակցությունները նոր վարչապետ Լուկաս Պապադեմոսի հետ համատեղ կարող են որոշակի արդյունքներ գրանցել։ Սակայն Գեորգիոս Պապասը նկատում է, որ երկու խոշոր կուսակցությունները կոալիցիա են կազմել կառավարության մեջ, սակայն նրանց նպատակն ամենևին էլ բարեփոխումների իրականացումը չէ, այլ 2-3 ամիս հետո ընթացող նոր ընտրություններն են։ Այլ կերպ ասած, այժմ նրանք ոչ թե կառավարության աշխատանքն են իրականացնում, այլ մասնակցում են ընտրապայքարին։ Իսկ արդյոք Հունաստանը ցանկանում է կամ առհասարակ ձեռնտու է Հունաստանին մնալ Եվրոգոտու կազմի մեջ, Գեորգիոս Պապասը վստահեցնում է, որ Եվրագոտին այլ ընտրանք չունի, այլ ընտրանքը ողբերգական կլինի։ Եվրոն ձեռնտու է ոչ միայն բարձր խավին, այլ նաև հենց հասարակ քաղաքացիներին, ովքեր իրենց օրվա հացի խնդիրն են լուծում։ Սխալ տպավորություն է ստեղծվել, թե Հունաստանի բնակչությունը երկմտում է Եվրոյի հարցում։ Հույների բացարձակ մեծամասնությունը, մոտ 90%-ը վստահ կարող եմ ասել կողմ է Եվրոյին։ Ավելին, Եվրոն ու Եվրոպան հունական անվանումներ են։ Հունաստանը երբևէ չի կարող պատկերացնել, որ հնարավոր է դուրս գալ Եվրոգոտուց։ Իհարկե չնչին փոքրամասնություն կա, իդեմս պրոկոմունիստական կուսակցությունների, որի համար Եվրոյից հրաժարվելը խնդիր չէ։ Նման օրինակ մտածողները կազմում են ողջ հանրության հազիվ 10%-ը։ Իսկ ո՞րն է պատճառը, որ նման կարծիք է ձևավորվել։ Ինչու է շրջանառվում նման վարկածը, հույն լրագրողը մեկնաբանում է։ Սխալ կարծիք է ձևավորվել եւ նման բանավեճերի առիթ է դարձել արդեն նախկին վարչապետ Պապանդրեուի քաղաքական քայլի հետևանքով։ Հունաստանը հանրաքվեկ անցկացնի Հունաստանում հակաճգնաժամային միջոցառումների փաթեթի, այդ թվում Եվրոգոտում Հունաստանի մնալ-չմնալու հարցում։ Պապանդրեուն առաջարկեց հանրաքվե անցկացնել, քանի որ միանգամայն վստահ էր, որ հույները Եվրոյին կողմ են քվեարկելու։ Իսկ եթե ժողովուրդը կողմ է, ուրեմն պետք է մնալ Եվրոգոտում, իսկ եթե Հունաստանը մնում է Եվրոգոտում, ապա պետք է իրականացնի բարեփոխումները, ուրեմն եւ պետք է ստանա Եվրամիության օգնությունը։ Եվրոպան պատրաստ է օժանդակել Հունաստանին, պատրաստ է ներել պարտքի որոշակի հատված, երկարացնել մնացյալ պարտքը, սակայն համոզված լինելով, որ Հունաստանը ունի պոտենցիալ եւ պատրաստ է հետագայում պարտքերը մարել։ Իսկ արդյոք Հունաստանը կկարողանա, վստահ չեն ոչ Եվրամիությունում, ոչ էլ Հունաստանում։ Հույն լրագրողները հավաստիացնում են, որ ամեն ինչ Հունաստանի իշխանությունների ձեռքում է։ Տիգրան Պետրոսյան, Բերլին, Արմրադիո։ Նոյեմբերի սկզբին Սննդի անվտանգության պետական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ Arm Food ապրանքանիշի այծի կաթում հայտնաբերվել է աղիքային ցուպիկի մանրեներ եւ ստաֆիլոկոկի բակտերիաներ, եւ այսօր ընկերության ամբողջ խմբականակի վաճառքը կասեցված է։ Այս մասին 3 լրատվամիջոցներով հայտարարություն է տարածել նաեւ Arm Food ընկերության տնօրեն Բորիս Սողոմոնյանը, ով ծառայությանը մեղադրում էր իր ձեռնարկությունը վարկաբեկելու համար։ Երբ սկսվեց այծի կաթի շուրջ այս պատմությունը, շարքային սպառողները կրկին հիշեցին ցանկացած ապրանք գնելու անվտանգության կանոններին հետևելու մասին։ Լինի դա պիտանելիության ժամկետը, թե արտադրանքի արտաքին տեսքը, որից կարելի է քիչ թե շատ ենթադրել դրա որակի մասին։ Չեմ վստահում, բայց գնում եմ։ Դե ժամկետն եմ նայում, եթե նորմալ է։ Գույնը։ Կան խղճով մաշտիկ, կան եւ անխիժ մաշտիկ։ Առավոտ կանող կնում եմ շուկա, առնում եմ գյուղացիներից կատնամաթերքը կատ եմ կնում։ Առաջինը սրոկն եք նայում, չէ՞ երևի։ Սրոկն եք նայում։ Կատնամաթերքը երևի այն սնունդն է, որ առանց դրա հնարավոր չի։ Եթե նույնիսկ գիտենք, որ ինքը ինչ որ սանիտարական նորմերի չի համապատասխանում եւ այլն, էլի գնում ենք։ Թեպետ կասկածներ հարուցած ապրանքանիշի արտադրողը հերքում է մեղադրանքներն իր հասցեին եւ պնդում, որ սպառողները կարող են չանհանգստանալ իր արտադրանքի անվտանգության հարցում։ Ավելին, գործարար Բորիս Սողոմոնյանը բաց նամակ է տարածել լրատվամիջոցներով, տեղեկացնելով, որ գյուղատնտեսության սննդի անվտանգության տեսչության ղեկավար Աբրահամ Բաղչագուլյանը սննդի որակի խախտման այլ դեպքեր բացահայտել չկարողանալով նոյեմբերի սկզբին շոու է կազմակերպել եւ լրատվամիջոցներով վարկաբեկել Հրազդանում գտնվող Arm Food փոքր ձեռնարկությանը։ Նա նաեւ հիշեցնում է, որ մինչեւ օրս սննդի պետական տեսչությունը չի ներկայացրել լաբորատոր հետազոտության ակտը եւ չի պարզաբանել, թե հատկապես ով է այդ կաթից տուժող անձը։ Գործարարը նաև ընդգծում է, որ սեփական արտադրության կաթը հում,
պաստերիզացված ու մանրէազերծված վիճակում ստուգման է հանձնվել տարբեր լաբորատորիաներ։ Իրանք հայտարարել են հաջորդ օրը ես կաթ եմ տարել տվել ստուգեր մեր կաթերից ու որևէ ստաֆիլոկոկ բան չեն հայտնաբերել։ Ես այդ ընթացքում 5 անգամ կաթ եմ տվել ստուգեր եւ իրանց լաբորատորիան եւ ուրիշ անկախ երկու լաբորատորիա, այդ երկու անկախ լաբորատորիան լրիվ մաքուր են ցույց տվել կաթը, իսկ իրանք անընդհատ ցույց են տալի, որ մեջ ինչ-որ բան են գտնում։ Հասկանաք, քանի որ դա գրած է, որ ռալդանից են բերել կաթը, հասկանում եմ, որ դա մեր կաթերն է։ Պատասխանելով Armfood ընկերության տնօրենի տարածած հայտարարությունում արկա մեղադրանքներին, Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը նշեց, որ ծառայությունը տրամադրված չէ Armfood-ի եւ նրա սեփականատիրոջ դեմ։ Ամսի 14-ին, երբ Բարիս Սողոմոնյանը դիմել էր հանրապետական լաբորատորիային, ոչ մեկ չէր թաքցրել իր անուն ազգանունը եւ իր իսկ անուն ազգանունով էր նմուշները, երկու նմուշ բերել լաբորատորիա, եւ նույն Բարիս Սողոմոնյանը, որը բերել է ամսի 14-ին նմուշը, երկու նմուշ է բերել, որոնցից մեկը համապատասխանել է, իսկ մյուսը նորից չի համապատասխանել։ Պիպոյանը նաև նշեց, որ ընկերության սեփականատերը առանց իր անունը թաքցնելու երկու նմուշ տարել է լաբորատորիա, որից մեկում հայտնաբերվել է ցուպիկ, մյուսում ոչ։ Նա վստահ է, որ դա չէր կարող լինել այն խմբաքանակը, որ մինչ այդ էր ստուգվել, սակայն մեղադրանքը հերքեց Բաբկեն Սողոմոնյանը։ Ալ են ասում, ես ամսի 2-ին արդեն կաթ եմ տարել ընդե։ Ուղղակի ես չի կարողանում գրել, եթե որ Ubisoft-ի անունից եմ ուղարկում կամ Armfood անունից եմ ուղարկում, քանի որ իրանք արդեն այդ շոուն որ կազմակերպել էին, միանգամից կհասկանային, որ դա մեր կաթն է։ Այնուամենայնիվ հայտնաբերված խախտումների վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում վտանգավոր սննդամթերքի արտադրությունը բացառելու նպատակով որոշում է կայացվել կասեցնել տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը։ Բացի դրանից, ստուգումների արդյունքում ձեռնարկությունն ունեցել է նաև մի շարք այլ թերացումներ։ Արտադրամասում բացակայել է լաբորատորիան, սանիտարական վիճակը չի համապատասխանել պահանջված չափանիշներին, եւ աշխատակիցները չեն ենթարկվել բուժզնման։ Այս խախտումների արկայությունը ընկերության սեփականատերը բացատրում է ձեռնարկության փոքր ծավալներով։ Այնուհանդերձ Բաբկեն Պիպոյանը ավելացրեց, որ տվյալ ձեռնարկությունում թերությունների վերացման դեպքում գերատեսչությունն ամեն ինչ կանի ձեռնարկության հեղինակությունը հետ բերելու համար։ Լուսինե Նորեկյան, Arm Radio։ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի սաները բողոքում են, որ Հայաստանում խախտվում են երեխաների իրավունքները, պատճառաբանելով, որ մեր երկրում երեխան պաշտպանված չէ իրեն վնասող տեղեկատվությունից։ Խնդրին լուծում տալու համար նրանք մշակել են մի նախագիծ, որը պատրաստվում են ներկայացնել ազգային ժողով։ Միևնույն ժամանակ կոչ են անում հեռուստատեսություններին չցուցադրել երեխայի վրա բացասական ազդեցություն ունեցող սերիալներ եւ հաղորդումներ, այլ փոխարենը ցուցադրել երեխայի կրթությանը, հոգեվոր եւ մշակութային արժեքների զարգացմանը նպաստող հաղորդումներ։ Ինչ տեսնում եք, այն էլ անում են։ Դե ինչի համար է ճարդել, դու լավը չէ։ Ինչ լսում եմ, այն էլ կրկնում եմ։ Այսպես չի կարելի, եկեք փորձենք շտկել իրավիճակը։ Մեր իրավունքն է պաշտպանվածն է երեխաներին վնաս պատճառող տեղեկատվությունից։ Հեռուստատեսությունը պետք է հեռարձակի երեխաների կրթությանը, հոգևոր եւ մշակութային զարգացմանը նպաստող հաղորդումներ։ Այս հոլովակը պատրաստվել էր 13-14 տարեկան մի խումբ երեխաների նախաձեռնությամբ, որոնք ներգրավված են տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության ծրագրում։ Սոցիալական հոլովակի միջոցով նրանք կոչ են անում հեռուստաընկերություններին հեռարձակել միայն որակյալ հաղորդումներ։ Մարգարիտա եւ Հակոբ Պարսամյաններն այդ շարժման ակտիվ մասնակիցներից են։ Նրանք պնդում են, որ դպրոցից տուն գալով եւ հեռուստացույցը միացնելով չեն գտնում համապատասխան գիտակրթական մանկական հաղորդաշարեր, հավելելով, որ այս կերպ համաձայն ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի Հայաստանում ոտնահարվում է երեխաների իրավունքները։ Ըստ այդ կոնվենցիայի 17-րդ հոդվածի, յուրաքանչյուր երեխա ունի տեղեկատվության մատչելիության իրավունք, պետք է խրախուսվի զանգվածային լրատվամիջոցներով երեխաների կրթությանը, հոգևոր եւ մշակութային զարգացմանը նպաստող նյութերի հեռարձակումը եւ արգելվի երեխային վնաս պատճառող տեղեկատվությունը։ Այդ հիմնախնդիրը լուծելու համար մենք նախ սոցիալական հարցում կատարեցինք կենտրոն համայնքի բնակիչներից, մեծամասնությունը կարծում էին, որ սերիալները իսկապես վատ տպավորություն են թողնում եւ որ բացակայում են մանկական գիտակրթական հաղորդաշարերը։ Արդյոք երեխաներին վնասում է ցուցադրվող հաղորդաշարերը կամ առհասարակական երեխաների համար նախատեսված հաղորդաշարեր, փորձել ենք բարձել համակարգացիներից։ Ճիշտն ասած, մենք կաբելայինից ենք օգտվում։ Հայրենիքը առաջի որ կաբելային չէր, մեծ սիրով նայում էր, աղջիկս
բայց հայկական ինչ որ տենց լավ ալիք չէ, երևի թե չկա։ Իհարկե դիտում եմ հեռուստացույց, դրանք սովետական մուլտֆիլմերն են, որոնք շատ հաճախ են ցուցադրվում հեռուստատեսությամբ։ Մի տարեկան փոքրիկ թորնիկ ունեմ, ռեկլամներն է նայում։ Ամբողջ ուշադրությունը ռեկլամներն է, հենց վերջանում է, կարծես թե հասկանում է, այլ իր նայելու բան չունի։ Բայց ընդհանրապես չի ասի, թե հաղորդում կա երեխեքի համար չկա։ Կինոներ, ամեն տարբեր կինո, դժվար ապրուստը, ոստիկանները, մուլտիկներ։ Գիտեք, մենք ունենք կաբելային հեռուստատեսություն, դրանք են նայում, իսկ եթե չէ, եթերով այտենց ոչ մի հարմար, ոչ մի բան չկա։ Խնդրին լուծում տալու համար երեխաները կատարել են համապատասխան ուսումնասիրություններ, հարցումներ անցկացրել հանրության շրջանում, ինչպես նաև հանդիպումներ պաշտոնյա անձանց հետ, մարդու իրավունքների պաշտպանի եւ Երկիր մեդիա հեռուստաընկերության ղեկավարի հետ։ Դպրոցականները կոչ են անում նաև հեռուստաընկերություններին աջակցել իրենց նախաձեռնությանը, քանի որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի պաշտպանված լինել իրեն վնասող տեղեկատվությունից։ Բացի այդ, երեխաները պատրաստվում են մշակել ծրագիր եւ ներկայացնել ազգային ժողով, ըստ որի սերիալները կցուցադրվեն հատուկ ժամերի եւ կավելանան մանկական հաղորդաշարերը։ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը համակարծիք լինելով երեխաների հետ եւ կարեւորելով խնդիրը նշեց, որ հանրային խորհուրդը արդեն ինչ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։ Մենք խումբ ունենք, որը դրանով զբաղվում էր եւ պայմանագիրը ստորագրեցին բոլոր հեռուստաընկերությունները եւ մենք պայմանավորել ենք մոտ ժամանակներս այս տոներից հետո մոնիտորինգի արդյունքներով հանդես գալ։ Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության ծրագրերի ղեկավար Սոնա Գևորգյանի խոսքով նմանատիպ ծրագրերն օգնում են երեխաներին ինքնահաստատվելու, այսինքն որոշում ներկայացնելու եւ լուծումներ գտնելու։ Ծրագրի նպատակն է երեխաների մոտ զարգացնել այնպիսի հմտություններ եւ ունակություններ, որպեսզի կարողանան որոշումների ընդունմանը մասնակից դառնալ։ Եվ դա կարող է լինել դպրոցում, տանը, համայնքում եւ ինչու՞ չէ նաեւ երկրի մակարդակով։ Այս ընթացքում երեխաները ձեռք են բերում այնպիսի կյանքի հմտություններ, ինչպիսիք են որոշումներ ընդունել, խնդիրներ բարձրացնել, տեր կանգնել իրենց որոշումներին, կապեր հաստատել կազմակերպությունների հետ, որոնք պետք է հարցերը լուծեին։ Եվ բացի դա նաեւ ձեռք են բերում գիտելիքներ իրավունքների բնագավառում։ Այդա Գևորգյանը նաեւ տեղեկացրեց, որ բացի այս ծրագրի շրջանակներում երեխաները իրականացրել են 48 նախաձեռնություն եւս, բնապահպանական, կրթական եւ այլ թեմաներով։ Միշտ ծրագրի ավարտը նախատեսվում է իրականացնել 80 նախաձեռնություն։ Հավելեմ նաև, որ երեխաների կողմից կազմակերպված միջոցառմանը ներկային միայն այն հեռուստաընկերությունների ներկայացուցիչները, որոնց եթերում հեռուստասերիալներ չեն ցուցադրվում։ Նունե Ավետիսյան, Արմ ռադիո։ Այս տարի ձմռանը ընդհանուր առմամբ ջերմաստիճանը նորմայից համեմատաբար ավելի ցածր է լինելու։ Օդերևութաբանների կանխատեսմամբ տեղումների քանակը նույնպես նորմայից քիչ կլինի։ Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ դեկտեմբերի 4-ից ակնկալվում է ջերմաստիճանի բարձրացում։ Մանրամասնում է Աննա Գզիրյանը։ Նախորդ տարիների համեմատ այս տարի ձմեռը կարծես թե շուտ եկավ։ Առաջին ձյունը տեղած աշնան վերջին ամսին նոյեմբերի 12-ին օդերևութաբանները կանխատեսում են, որ այս տարի ձմռանը ջերմաստիճանը նորմայից համեմատաբար ավելի ցածր կլինի։ Արտակարգ իրավիճակների նախարարության հայպետհիդրոմեծարայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանի խոսքով դեկտեմբերին, հունվարին, փետրվարին, նույնիսկ մարտին միջին ամսական ջերմաստիճանը կլինի նորմայից 1-ից 3 աստիճանով ցածր։ Դեկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը նորմալ 0.5 աստիճանն է դրական +0.5 աստիճանը, հունվարին -3-ից 5 աստիճանի սահմաններում է տատանվում, փետրվարին -0.2 աստիճան։ Այսինքն եթե մենք ասում ենք նորմայից 1-ից 3 աստիճանով ցածր, այսինքն այս հնչեցված ջերմաստիճաններից կլինեն մոտ 1-ից 3 աստիճանով ցածր։ Ընդհանուր առմամբ կանխատեսվող ցուրտ ձմեռը չի մտահոգում մեր համակարգացիներին։ Նրանք նշեցին, որ տարվա այս եղանակը հաճելի է միայն թե տանը եւ աշխատավայրում տաք լինի։ Տարվա բոլոր եղանակները սիրում եմ, միայն թե ամեն ինչ լավ լինի, խաղաղ, հանգիստ։ Ձմեռը շատ եմ սիրում, որ շատ ձյուն է լինում ու տաք։ Տաք, արևը ձմեռը սիրում։ Եթե տունը տաք լինի, աշխատանքի տեղը տաք լինի, իհարկե բավարար աշխատանք լինի, սիրում եմ, բայց որ այդ ամենը չկա, ձմեռը որ գալիս է, սիրտը սևանում է։ Առաջիկա 5 օրերին հանրապետությունում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակ։ Զարուհի Պետրոսյանի խոսքով դեկտեմբերի 1-ին Սյունիքում եւ Վայոց ձորում հնարավոր է թույլ ձյուն, դեկտեմբերի 2-ին տեղումների գոտում կընդգրկվեն Լոռին եւ Տավուշը, իսկ դեկտեմբերի 4-ից հետո սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում, այսինքն ամսվա առաջին կեսը կլինի տաք։ Եվ արդեն ամսի 5-ին 6-ին մայրաքաղաքում առավելագույն ջերմաստիճանը ակնկալվում է մինչև 7 աստիճան տաքության սահմաններում։
առավելագույն ջերմաստիճանը։ Նվազագույն ջերմաստիճանը այդ օրերին կլինի 3-ից 4 աստիճան ցրտի սահմաններում, բնականաբար տաքը կներթափանցի նաև հանրապետության մնացած շրջաններ։ Այս տաք եղանակը կպահպանվի մինչև դեկտեմբերի 15-ը, որից հետո կրկին սպասվում է ջերմաստիճանի նվազում, տեղումների քանակը լինելու է նորմայից պակաս։ Զարուհի Պետրոսյանը շտապեց ավելացնել, որ դա չի նշանակում, թե ձյուն չի լինելու, իսկ որքանով է կանխատեսվող ձմեռը բարենպաստ գյուղատնտեսության համար։ Զարուհի Պետրոսյանի խոսքով առայժմ կանխատեսվող եղանակային պայմանները վտանգ չեն ներկայացնում գյուղատնտեսության համար։ Եթե ձյան ծածկ առաջանա, նույնիսկ ամենացածր ջերմաստիճանի պայմանները գյուղատնտեսության համար վնաս չեն կարող լինել, ավելացրեց Զարուհի Պետրոսյանը։ Աննա Գզիրյան, Արմրադիո։ Թողարկման այս հատվածում սպորտային լուրեր Հրայր Նազարյանի հետ։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, Արմրադիոյի եթերում մարզական թողարկումն է, ստուդիայում է Հրայր Նազարյանը։ Ընթացիկ լրահոսից առանձնացրել ենք հետևյալ թեմաները։ Արոնյանը պատրաստվում է նոր մեկնարկի։ Հայաստանի բիաթլոնիստուհին 27-րդն է Եվրոպայում։ Հավաքականները ծանոթացան մրցակիցներին։ Այժմ այդ եւ մյուս իրադարձությունների մասին ավելի մանրամասն։ Լևոն Արոնյանը շախմատի հերթական գերմրցաշարում կմեկնարկի անգլիացի Լյուկ Մակշինի հետ մրցամարտով։ Դա տեղի կունենա արդեն դեկտեմբերի 3-ին Լոնդոնում, որտեղ հանդես են գալու նաև աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդը, FIDE-ի վարկանիշային առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ինչպես նաև ամերիկացի Հիկարու Նակամուրան, գերմանացի Բորիս Բեկերը, անգլիացիներ Նայջել Շորթը, Մայքլ Ադամսը եւ Դեվիդ Հոուելը։ Շրջանաձև մրցակարգով այս մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 12-ին։ Վախթանգ Դարչինյանի եւ պանամացի Անսելմո Մորենոյի դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում նախատեսված մենամարտի ռինգի մրցավարն է լինելու ամերիկացի Ռաուլ Կայիս կրտսերը։ IBO թեթևագույն քաշային կարգի չեմպիոն Դարչինյանը վիճարկելու է 26-ամյա մրցակցին պատկանող WBA կազմակերպության չեմպիոնական գոտին։ Բնութագրելով մրցակցին 35-ամյա վանաձորցին մասնավորապես նշել է, որ Մորենոն թեև լավ բռնցքամարտիկ է, բայց բնավորությամբ մարտնչող չէ։ Նա փորձում է ընդհանուր մենամարտում հաղթել առանձին ռաունդները շահելու շնորհիվ։ Մորենոն ավելի շատ պաշտպանվում է, քան հարձակվում։ Նա ավելի մարմնեղ է, բայց ես էլ ուժեղ եմ նրանից, հայտարարել է Դարչինյանը։ Իդեպ դեկտեմբերի 2-ին մարզաձևի երկրպագուներին սպասում է մենամարտ մեկ այլ մեր հայրենակցի մասնակցությամբ։ Այդ օրը Բարնաուլում միջին քաշային կարգի Ռուսաստանի չեմպիոն Կարեն Ավետիսյանը ուժերը կչափի տիտղոսի ավագնորդ Բոբիր Միրզաևի հետ։ Ռուսաստանցի շախմատիստուհի Ալինա Բաբայանը երկրորդ տեղն է գրավել Ուկրաինայի Խարկով քաղաքում ավարտված Ֆեմիդա մրցաշարում։ Նա կես միավոր է զիջել ուկրաինուհի Իրինա Անդրենկոին, եռյակը եզրափակել է երևանցի միջազգային վարպետ Սիրանուշ Անդրեասյանը։ Շվեդիայի Օստերսունդ բնակավայրում անցկացված բիաթլոնի Եվրոպայի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանը ներկայացնող Եկատերինա Վինոգրադովան կանանց 7.5 կիլոմետր արագավազքի առաջին մրցահերթում 100 մասնակիցների հաշվարկում գրանցել է 27-րդ արդյունքը, իսկ երկրորդ մրցահերթում Վինոգրադովան որակազրկվել է։ Ռուս մարզուհին 2006 թվականի օլիմպիական խաղերին մասնակցել է Բելարուսի դրոշի ներքո։ Հետագայում անհաջող փորձեր է ձեռնարկել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հավաքականներում ընդգրկվելու ուղղությամբ, իսկ 2010 թվականից ներկայացնում է Հայաստանը։ Աշխարհի գավաթի խաղարկություններում նրա լավագույն արդյունքն է 2004 թվականին գրաված 17-րդ տեղը։ Մարզու ամուսինը եւ անձնական մարզիչ Սերգեյ Վինոգրադովը մի քանի տարի առաջ հայտնվել էր հնչեղ սկանդալի կիզակետում։ Նա փորձել էր Բելարուսի եւ Ռուսաստանի մարզուհիներին կաշառելու միջոցով խոշոր գումար շահել խաղադրույքներից։ Երևանի Միկան ամենայն հավանականությամբ առանց փորձառու պաշտպան Հրայր Մկոյանի կանցկացնի հաջորդ մրցաշրջանը։ Մկոյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Ռուսաստանի առաջին խմբի առաջնությանը մասնակցող Խաբարովսկի ԲՄ Էներգիան։ Հնարավոր է նաև հայ ֆուտբոլիստի հայտնվելը Սլովակիայի Սլովանում։ Իդեպ Միկայի ղեկավարությունը չի երկարաձգելու պայմանագիրը սլովակ գլխավոր մարզիչ Յոզեֆ Բուբենկոյի հետ։ Համագործակցության ժամկետը լրանում է դեկտեմբերի 1-ին։ Իսկ հա Դիլիջանի Իմպուլսի հարձակվող Զավեն Բադոյանը արդեն փորձաշրջան է անցնում Բելարուսի Բատեյում։ Ֆուտբոլի Հայաստանի միջև 17 եւ միջև 19 տարեկանների հավաքականները այլևս տեղյակ են, թե որ թիմերի հետ են մրցելու հաջորդ տարի։
UEFA-ի կենտրոնակայանում տեղի ունեցած վիճակահանությունից պարզվել է, որ մեր մինչև 19 տարեկանների ընտրանին Եվրոպայի ընթացիկ առաջնության որակավորման երկրորդ փուլում 2012 թվականի մայիսի 23-ից 28-ը կհանդիպի Իտալիայի, Իսպանիայի եւ Բելգիայի հասակակիցներին։ Այս խմբից եզրափակիչ փուլ է անցնելու միայն հաղթողը։ Իսկ ահա 2013 թվականի Եվրոպայի առաջնության առաջին ընտրական փուլում մեր մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների մրցակիցները հաջորդ տարվա հոկտեմբերի 9-ից 14-ը լինելու են Շոտլանդիայի, Շվեյցարիայի եւ Ռումինիայի հավաքականները։ Մինչև 17 տարեկանների մեր հավաքականներ 2013 թվականի Եվրոպայի առաջնության առաջին ընտրական փուլում կհանդիպի Բելարուսի, Մոլդովայի եւ Սերբիայի հասակակիցներին։ Խաղերը կայանալու են սեպտեմբերի 25-ից 30-ը։ Այսօր նախատեսել ենք այսքանը, մինչ հանդիպում։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Հիշեցնեմ, որ Arm Radio-ի ստուդիայում աշխատեցին Ժիրայր Ոսկանյանն ու Արտակ Մուրադյանը։ Մինչ հանդիպում։